Ֆրանսիական շնչով, երաժշտությամբ ու գրքերով ամենահեղինակավոր գրական մրցանակն արդեն ունի հայկական դափնեկիր։ Գոնկուր Հայաստանն առաջին անգամ հայկական ժյուրիի ընտրությամբ ու հայերեն հրատարակությամբ։ 4 նոր գիրք։ Գոնկուր 2018-ի մրցանակակիր Նիկոլա Մաթյո և զավակներն էլ իրենցից հետո։ Գոնկուր ակադեմիայի անդամ, փիլիսոփա, գրող, Պասկալ Բրուկների խոհափիլիսոփայական էգզիստենցիալ գլուխգործոցը «Իմ փոքրիկ ամուսինը», Գոնկուր Հայաստանի հաղթող գիրքը Գաել Ֆայ, Ժակարանդա և Ճշմարտությունը Հարիկ Վեբերտի գործի մասին մեգա բեսթսելերի շարունակությունը Ժոել Դիկեր Բալթիմորների գիրքը։ Թատերական պրեմիերայից առաջ ամենաարտասովոր ֆրանսուհի բարոնուհի Ամելինե Տոմբի «Կապույտ մորուքը» պիեսի ընթերցում, պանելային քննարկում հայ-ֆրանսիական նոր կրթության մասին և երաժշտություն ֆրանսիական ոգով հայկական կատարմամբ։ Նյումեկ Ֆրանկոֆեստ 2025 նոյեմբերի 15-ին 15:00-ին Կոնգրես հյուրանոց։ Փառատոնի գլխավոր հովանավորներ՝ Ակբա բանկ, Սինեմա Սթար Արմենիա, հովանավորներ՝ Կարաս Գինիներ, Մեզոն Մարոմ ընկերությունների խումբ։ Դե ինձ սիրելի հեռուստադիտողներ, բարի առավոտ, մենք շարունակում ենք, ինչպես խոստացել էինք, մեկնարկը տալու ենք գրականության մասին զրույցներով եւ այսպես շաբաթ օրը նոյեմբերի 15-ին 15:00-ին Կոնգրես հյուրանոցում Նյումեկ հրատարակչությունը բոլորին հրավիրում է ֆրանսիական գրականության եւ արվեստի Ֆրանկոֆեստ միջազգային փառատոնին։ Նոր ֆրանսիական բեսթսելերներ, Գոնկուրի հայաստանյան դափնեկրի գիրքը հայերեն ու էլի շատ հետաքրքիր միջոցառումներ են լինելու այդ օրը։ Իսկ մեր տաղավարումը Նյումեկ հրատարակչության կորպորատիվ եւ միջազգային գործակցության պատասխանատու Նանե Մանուկյանը, բարի առավոտ Նանե, եւ Զենետ Ակադեմիա հայ-ֆրանսիական կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Հասմիկ Սարգսյանը, բարի լույս։ Նախ շնորհակալ ենք, որ հյուրընկալվել եք եւ հետաքրքիր է թե ընդհանրապես ինչ կարգավիճակում է այս պահին փառատոնը եւ ինչպես այս 3 տարիների ընթացքում Նյումեգի ֆրանսիական գրականության փառատոնը դարձավ միջազգային։ Շնորհակալություն։ Ինչպես նշեցիք, արդեն 3-րդ տարին ենք անցկացնում Ֆրանկոֆեստ փառատոնը, առաջին տարին այն Նյումեգի ու գործընկերների ուժերով ստեղծված փառատոն էր, միտված ֆրանսախոս, ուրեմն հանրության ֆրանկոֆոն գրականությամբ հետաքրքրվողների համար։ Երկրորդ տարին արդեն մենք Գոնկուր ակադեմիայի հետ համատեղ եւ նրանց աջակցությամբ ու գործակցությամբ Հայաստանը դարձավ Գոնկուր ընտանիքի միջազգային հեղինակավոր մրցանակի ուրեմն մի մասը եւ արդեն այս տարի Ֆրանկոֆեստը պաշտոնապես միջազգային փառատոն է, որովհետեւ սա առաջին հերթին ինստիտուցիոնալ առումով մեր միջազգային գործընկերների հետ գործակցության արդյունքն է։ Առաջին տարին Ֆրանկոֆեստի անցկացումից հետո մեզ ուրեմն դիմեց ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, նրանք հետևել էին, տեսել էին, հետաքրքրվել էին ու առաջարկեցին նաեւ համատեղ ուրեմն ինչ-որ ծրագիր իրականացնել եւ այս տարի այդ ուրեմն համագործակցությունը եւ բովանդակային է եւ այսպես նոր ինստիտուցիոնալ հիմքի վրա է դրված։ Մեր գործընկերներն են հենց առաջին տարվանից Ֆրանսիայի դեսպանությունը, Ֆրանսիական ինստիտուտը, Ֆրանսիական համալսարանը, հետեւաբար այս միջազգային ուրեմն համբավը, այսպես ասենք, գործակցության նոր հնարավորությունները ինքն իրենով բերում, ինչպես նաև վստահության ու ճանաչման նոր այսպես մակարդակ է բերում, որովհետև իհարկե Հայաստանում ֆրանկոֆոն գրականության անդրադառնալը շատ կարևոր էր մեզ համար, որովհետև մենք արդեն փորձ ունեինք ֆրանսալեզու հեղինակներ թարգմանելու եւ ցանկանում էինք այսպես ամբողջացնել մի ընդհանրական հարթակում, բայց հիմա հնարավորություն ունենք նաեւ մեր միջազգային գործընկերների միջոցով միջազգային հանրությանը եւ գործընկերներին ցույց տալ, որ Հայաստանը եւս նախաձեռնող է այս առումով, ստեղծագործ է, բաց է նոր համագործակցությունների եւ ֆրանկոֆոն ընտանիքի լիիրավ անդամ կարող է համարվել։ Եվ Նյումեգի միջազգային գործընկերների շնորհիվ Հայաստանն արդեն Գոնկուրի ժյուրիի անդամների կազմում է 2 տարի, չէ, արդեն երկրորդ տարին է։ Երկրորդ տարին է։ Ինչ է սա նշանակում մեզ համար։ Գոնկուր ակադեմիան տարբեր երկրներում արդեն տասնյակ տարիներ ունի իր ազգային ժյուրին,
եւ Հայաստանում նախորդ տարի մենք հայտարարեցինք, որ մենք եւս ունենալու ենք ազգային ժյուրի, որը կազմված է 3 համալսարանների, հայաստանյան համալսարանների ուսանողներից, նրանք արեցին իրենց առաջին ընտրությունը, Գայել Ֆայի Ժակարանդավեպը հայաստանյան ժյուրիի ընտրությունը եւ մենք նախորդ տարի խոստացել էինք, որ այս տարվա Ֆրանկոֆեստին այդ գիրքը, ընտրված գիրքը թարգմանված ներկայացնելու ենք։ Գրքի բովանդակության մասին դեռ մանրամասն վստահ եմ կզրուցենք, այո, թեմայի շուրջ միանշանակ։ Բայց Գոնկուր ակադեմիայի հետ գործակցությունը եւս միջազգային գործընկերներին վերադառնալով շատ կարեւոր ու գրական, իսկապես մեծ իրադարձություն էր մեր երկրի համար։ Այսինքն Ֆրանկոֆեստը արդեն մի տեսակ իր առանձին կյանքով է սկսել ապրել, Նյումեգից դուրս ինքը արդեն միջազգային փառատոն է, ինչը մեզ միայն ուրախացնում է։ Եվ շատ սեղմ ժամկետում։ Այո։ Դե իհարկե փառատոնի շրջանակում տեղի են ունենալու ուրիշ իրադարձություններ նաև եւ փաստորեն բացի գրքերից, որից ի դեպ 3-ը Գոնկուր մրցանակի մասով են նաև տեղի ունենալու շատ հետաքրքիր պանելային քննարկում, որի նախաձեռնողը Հայ-ֆրանսիական Զենիթ ակադեմիա հիմնադրամն է։ Հասմիկ, պատմեք ինչի մասին է այս ամենը։ Սիրով, քանի որ Հայաստանը ֆրանկոֆոն երկիր է եւ շատ բազմաթիվ են հայ-ֆրանսիական համագործակցության դրսևորումները, այդպիսի մի կրթական համակարգ է նաեւ Զենիթ ակադեմիան, որը ձևավորվել է Հայաստան-Ֆրանսիա համագործակցությամբ եւ Ֆրանսիայի Ֆարալպ ֆեդերացիայի ջանքերով, որը 12 հայկական կազմակերպությունների միություն է Ֆրանսիայի Օվերն Ռոնալպ շրջանում եւ Հայաստանում զբաղվելով շարունակական կրթությամբ, մշտատև կրթությամբ մենք այս տարիների ընթացքում հասցրել ենք ավելի քան 300 շրջանավարտի պատրաստել աշխատաշուկային եւ մեր նպատակն է, որ կրթությունը լինի մարդու կենցաղի առօրյայի անբաժան մասը եւ նոր հմտություն ու գիտելիք ձեռք բերելը դառնա մեր ամենօրյա մարտահրավերը, որտեղ առանց դրա իրականում զարգացող աշխարհում անհնար է եւ շատ ուրախ ենք այդ հնարավորության մասին ֆեստի շրջանակում բացի գրականությունից անդրադառնալ նաեւ կրթությանը, քանի որ մշտատև կրթությունը իրականում գրքի եւ գրականության անբաժան ուղեկցողն է, մարդը ով միշտ կրթվում է, պիտի ընթերցի, այսինքն ընթերցողները պոտենցիալ մշտատև կրթվողներ են։ Դե վարժությունները ասում են յուրաքանչյուր վիճակում պահում է բանի մեջ, ֆորմայի մեջ, այսպես ասած։ Եվ այս պարագայում մենք անդրադառնալու ենք մասնագիտական կրթությանը, այսինքն շարունակական մասնագիտական կրթությանը, պանելային քննարկումը մոդերացնելու եմ ես, մեր հյուրերն են ֆրանսահայ Հակոբ Աժամյանը, ով Զենիթ ակադեմիայի կրթական բովանդակության հեղինակն է եւ հիմնադիրը, Մատենա առաջնորդության դպրոցի տնօրեն եւ հիմնադիր Ռուբեն Հայրապետյանը եւ Ռեարմենիա հիմնադրամի Այքեզբան կրթական շարժման տնօրեն Գևորգ Պողոսյան, վստահ եմ, որ շատ հետաքրքիր զրույց է ստացվելու, քանի որ շատ տարբեր ոլորտների ներկայացուցիչներ են։ Շատ, այո։ Ինչպես նշեցիք, գլխավոր թեման մշտատև կրթությունը Հայաստանում եւ Ֆրանսիայում։ Հետաքրքիր է այս երկու կրթական համակարգերը ինչպես եք համադրում եւ ինչ պետք է անի Հայաստանը, որպեսզի կարողանա այդ միջազգային եվրոպական ստանդարտներին համապատասխան կրթությամբ ապահովել։ Զենիթ ակադեմիայի առաջնային մարտահրավերն է ձեր նշածը, որպեսզի կարողանանք տեղայնացնել միջազգային փորձը եւ կարողանանք Հայաստանում կիրառել միջազգային լավագույն փորձի մոդելը եւ այս պարագայում մեզ շատ աջակցում են մեր ֆրանսահայ գործընկերները, ովքեր երկար տարիներ հենց Հակոբը 30-ից ավել տարիներ աշխատել է Լիոնի Լա Մարտինյե Մոնպլեզիր լիցեում եւ այդ փորձը հմտություններն ու գիտելիքները Հայաստան բերելու հնարավորություններ է ստեղծել։ Միևնույն պարագայում նաեւ մեր համար ստեղծելով այդ կամուրջը այնտեղ այցելելու փորձի փոխանակման, կադրերի փոխանակման, բայց կա նաև շատ կարևոր սկզբունք՝ պիտի տեղայնացվի, որևէ համակարգ չի կարող Հայաստանում նույն կերպ աշխատել, քանի որ մեր խնդիրները, մեր առօրյան, մեր մենթալիտետը ունի իր առանձնահատկությունները, ուստի կրթական համակարգը ինչ որ իմաստով նաև տեղում պիտի ծնվի եւ բխի տեղի խնդիրների լուծման միտումից։ Նանը շատ հետաքրքիր է, որ Նյումեգը միայն չի սահմանափակվում փառատոների ժամանակ գրական կամ գրքերի շնորհանդեսներով կամ տարբեր գրական միջոցառումներով, այլ հետաքրքիր երևույթներ է սպասվում միջոցառումի տեսքով։ Հետաքրքիր է այս օրվան ընդառաջ ինչ է նախատեսված։
Այո, մենք աշխատում ենք մեր բոլոր փառատոների ընթացքում այն ոչ միայն գրական, այլ իսկապես մշակութային տոն դարձնել եւ չսահմանափակվել միայն գրական քննարկումներով, գրքերի շնորհանդեսներով, այս առումով դա նորություն չէ, բայց նորություն են այս տարվա ուրեմն մեր ընտրած ձևաչափերը։ Նախ երաժշտական հատվածը հատուկ Ֆրանկոֆեստի համար ստեղծվել են երկու այսպես բենդեր երաժշտական, երիտասարդ կատարողների ենք լսելու, որոնք ազգությամբ հայ։ Այո, ազգությամբ հայ, բենդերից մեկը ուրեմն կկատարի ֆրանսերեն, ֆրանսալեզու ստեղծագործություններ, ինչպես նաև Նյումեգի կողմից թարգմանված Ազնավուրի ստեղծագործությունները հայերենով, իսկ մյուս բենդը արդեն ֆոլք կատարումները ջազային մշակումներով, ինչպես նաև ունենալու ենք դասական կտոր, միջազգային մրցույթների մասնակցած եւ մրցանակներ ուրեմն շահած պատանի կատարողներ են լինելու բեմում, ունենալու ենք նաև մի շատ հետաքրքիր ուրեմն քննարկում եւ պիեսի ընթերցում նախորդ տարի Ֆրանկոֆեստի շրջանակում մենք ներկայացրինք Ամելի Նոտոմբի Կապույտ մորուքը եւ այս տարի Հրաչ Քեշյանը բեմադրում է այս պիեսը մինչեւ մեծ ուրեմն պրեմիերան ունենալու ենք հանդիպում պարոն Քեշիշյանի դերասանական կազմի հետ եւ հուսանք նաեւ մի փոքր հատված պիեսի ընթերցում ենք ունենալու եւ նաեւ քննարկումներ պանելային մշակույթի եւ բիզնեսի կապի մասին Մեզոն Մարոնն է մեզ այդ հարցում ուրեմն օգնելու եւ իհարկե Զենթի հետ շատ հետաքրքիր ու բովանդակային այս քննարկումը։ Շնորհակալություն։ Հետաքրքիր է հնչում իսկապես եւ լավ ընթացք ենք մաղթում, վստահ ենք, որ միանշանակ շատ լավ ավարտ է ունենալու ամենը, որտեվ մեծ համար նախ նորություն չէ։ Պակասում է օծանելիքը երևի երաժշտությունը կա, ամեն բան կա, այո։ Շնորհակալություն ձեզ, լավ օրեք մաղթում։ Մենք զրուցում ենք Նյումեգ հրատարակչության կորպորատիվ եւ միջազգային գործակցության պատասխանատու Նանե Մանուկյանի եւ Զենիթ ակադեմիա հայ-ֆրանսիական կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Հասմիկ Սարգսյանի հետ։ Նրանք պատմեցին, որ նոյեմբերի 15-ին, այսինքն շաբաթ օրը, տեղի է ունենալու Նյումեգի Ֆրանկոֆեստ միջազգային փառատոնը։ Ֆրանկոֆեստը գրականության փառատոն է, այնպես որ այդ օրը Նյումեգը բնականաբար պատրաստել է նաև նոր ֆրանսիական գրքեր, որոնցից 3-ը կապ ունեն Գոնկուր ֆրանսիական գրական մրցույթի հետ, եւ որի ներկայացուցիչը Հայաստանում, այո, Նյումեգն է։ Արդեն երկրորդ տարին է Հայաստանը Գոնկուրի ազգային ժյուրիի անդամ երկրներից է եւ սա նշանակում է, որ մենք նույնպես ընտրում ենք մեր դափնեկրին։ Առաջին գիրքը, որ ընտրել է հայաստանյան ժյուրին, Գաել Ֆայի Ժակարանդա վեպն է եւ եկեք դիտենք գրքի տրեյլերը, տեսանյութը դիտենք բայց գովազդից հետո։ Այո, մնացեք մեզ հետ։ Ժակարանդա, մանուշակագույն ծաղիկներով վերածնունդի ու հույսի ծառ։ Դրա ստվերներում թաքնված է տխուր մի պատմություն։ Ինչպես հույսի ծաղիկը կօգնի ամոքել ցեղասպանությունից փրկված մի ժողովրդի, միահյուսել մեծերի ու փոքրերի հիշողությունն ու ճակատագիրը։ Ինչպես տարիներ անց խախտել տուտսիների ցեղասպանությունից հետո ավերված Ռուանդայի լռությունն ու հասնել արմատներին։ Ինչպես լսել մորդ լռությունը, որը կորստի ու ցավի արձագանք է։ 4 սերունդների պատմություն, որ ամփոփում է սքանչելի մի երկրի սարսափելի պատմությունն ու դառը ճակատագիրը։ Նյումեգը ներկայացնում է ֆրանսիական Գոնկուրի 25 երկրում ու տարածաշրջանում բացարձակ հաղթող մեծ ֆրանսիական վեպ։ Գաել Ֆայի Ժակարանդա։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, բարի առավոտ բոլոր նրանց, ովքեր նոր են միացել մեզ։ Բարի լույս։ Այո, մենք խոսում ենք Ֆրանկոֆեստ 2025 միջազգային գրքի փառատոնի շրջանակներում տեղի ունեցող տարբեր իրադարձությունների մասին եւ այս պահին դիտեցինք Նյումեգ հրատարակչության նոր գրքի Գաել Ֆայի Ժակարանդա վեպի տրեյլերը։ Գիրքը 2 տասնյակ երկրներում դարձել է ազգային ժյուրիների հաղթող գիրքը, հայաստանյան ժյուրին նույնպես ընտրել է այս գիրքը։ Եվ Գոնկուր մրցանակի ազգային ժյուրի դառնալու կարևորության ու Ֆրանկոֆեստ միջազգային փառատոնի մասին իհարկե զրուցելու ենք Նյումեգ հրատարակչության մուլտիմեդիա բովանդակության պատասխանատու Մանու Իրիցյանի հետ։ Բարի լույս։ Շնորհակալություն Այո, հյուրընկալվելու համար։ Մանու, նախ խոսենք Գոնկուրի հայաստանյան ազգային ժյուրիի անդամների մասին, ովքեր են համալրել կազմը։
Երեք բուհերի Երևանի պետական համալսարանի, Բրյուսովի անվան պետական համալսարանի եւ ֆրանսիական համալսարանի ուսանողներն են 30 ուսանողներ, որոնք ամեն տարի փոխվում են։ Այսինքն ամեն տարի ֆրանսերեն լավ իմացող, այսինքն մարդիկ ովքեր կարող են ֆրանսերեն լավ գրականություն, մեծ գրականություն, մեծ վեպեր կարդալ, նրանց այո, նրանց մենք Ֆրանսիայից բերում ենք այդ գրքերը, 8 գրքերը, որոնք Գոնկուր ակադեմիան ընտրել է եւ որոնցից մեկը նաեւ հաղթողն է Գոնկուրի եւ այդ 8 գրքերը կարդալուց հետո ուսանողները, ինչպես Ֆրանսիայում է տեղի ունենում է ճաշ սրճարաններից մեկում Երևանյան, ինչպես Փարիզում Դրուան սրճարանում են ժյուրիի անդամները ճաշում եւ վերջում հայտարարում, պատուհանից դուրս են գալիս եւ հայտարարում են, որպեսզի բոլոր ֆրանսիացիներն իմանան, թե այդ տարվա ֆրանսիացի ամենահայտնի գրողը եւ ամենահեղինակավոր գիրքը որն է։ Մենք էլ այդպես ճաշ ենք անում սրճարաններից մեկում եւ վերջում ուսանողները ամեն մեկը քվեարկում են մեկ գրքի համար եւ վերջում հայտարարում են հաղթողին։ Այս տարի քիչ առաջ տեսան գրքի անոնսը Գայելֆայի Ժակարանդա վեպն է։ Մի փոքր, որ հիմա բացենք մեր հեռուստադիտողների համար փակագծերը, Գոնկուրը Նոբելյան մրցանակին, Օսկար կինո մրցանակին հավասար մրցանակ է գրական ոլորտում։ Գոնկուր ստանում են ֆրանսալեզու հեղինակները, որոնց ընտրում է Գոնկուր ակադեմիան։ Այո։ Բացի ակադեմիայից կան նաև 39 չէ, երկրներ, որտեղ կա ժյուրի եւ այդ ժյուրին ուսանողներ են։ Այո, բոլոր երկրներում։ Ինչպես է որոշվում, պետք է լինեն ուսանողներ։ Այսպես ասեմ, իրոք սա Նոբելյան մրցանակին համահավասար ուղղակի գրականության ոլորտում է, Նոբելյան մրցանակից էլ շատ քիչ է, մի 2 տարվա տարբերություն է կարծեմ։ Այս մրցանակը շատ հեղինակավոր է, որովհետև եթե Գոնկուր ակադեմիայի անդամները հայտնի դեմքեր են, փիլիսոփաներ, գրողներ, այսինքն մարդիկ ում կարծիքը հաստատ բոլորը հաշվի են առնում եւ այո, եթե նրանք ընտրել են այդ գիրքը, ուրեմն այդ գիրքը ունի եւ գեղարվեստական արժեք եւ ակտուալ է թեման, որովհետեւ դա շատ կարեւոր է ժամանակակից գրականություն է, այսինքն պետք է ժամանակակից մարդու խնդիրները, հոգսերը, հույզերը, այդ ամեն ինչը մենք պետք է տեսնենք։ Բայց քանի որ գրքերը շատ են եւ շատ հետաքրքիր են եւ տարբեր երկրներին է դա վերաբերում, ոչ միայն ֆրանկոֆոն, տարիների ընթացքում ստեղծվեց ազգային ժյուրիներ տարբեր երկրներում, որ մի պարզ պատճառով, որպեսզի հասկանանք, թե ժամանակակից այն ֆրանսալեզու գրականությունը, որի թեմաները կարևոր են դարձել այդ տարի եւ ընտրվել են հաղթող, արդյոք հետաքրքիր են նաեւ մյուս երկրներում։ Եվ ինչու ուսանողները, որովհետեւ ուսանողներն են երիտասարդները, երկրի ապագան կառուցողները, այսինքն մարդիկ ում պետք է ամենաշատը հետաքրքրի, թե ինչ է տեղի ունենում այդ պահին աշխարհում կամ իրենց կյանքում։ Դրա համար հետաքրքիր է նրանց կարծիքը իմանալ։ Այսինքն մի կողմից ունենք հեղինակավոր գրական կարծիք եւ մյուս կողմից ունենք ուսանողներ, որոնք նույնպես հետագայում դառնալու են նույն այդ փիլիսոփաները, գրողները, գրաքննադատները եւ ի վերջո քաղաքացիները։ Եվ հատկանշականն այն է, որ առաջին անգամ է իհարկե Հայաստանը Գոնկուր ժյուրիի անդամ եւ 30 ուսանող ընտրել է Գայելֆայի Ժակարանդա վեպը, բայց ասում ենք, որ նաեւ եւս 25, այսինքն տարածաշրջանում կան տարբեր ընտրողներ, այս 30 ուսանողների կողքին։ Ազգային ժյուրի 39-րդ երկիրը մենք ենք, որ դարձան Գոնկուրի ազգային ժյուրի եւ այդ 39 երկրներից 25 երկիր եւ տարածաշրջան ընտրել են նույն գիրքը, ինչ որ ընտրել են հայ ուսանողները, հայկական ազգային ժյուրին։ Այսինքն որպես Գոնկուր դափնեկիր նախապատվություն են տվել Քանի որ Գոնկուր դափնեկիրը միշտ հայտարարվում է նոյեմբերին, արդեն գիտեինք ով է հաղթողը։ Դրանից հետո արդեն ազգային ժյուրիները տալիս են իրենց հաղթողի անունը եւ 25 երկրներ ու տարածաշրջաններ, նաեւ Հայաստանը ընտրել են Գայելֆայի Ժակարանդա վեպը։ Շատ լավ, ըստ ձեզ, Մանու, ինչու գիրքը որպես այդպեսին չդարձավ հաղթող, բայց միևնույն է հաղթեց այսքան շատ երկրներում։ Կարծում հաղթելու բոլոր շանսերն ուներ, հաղթող գիրքն էլ որոշ առումով շատ նման է այս գրքին, բայց երևի հաշվի են առել տարբեր բաներ, չափանիշներ, չափորոշիչներ, դրա համար ընտրվել է այդ գիրքը, բայց ինչու են Գայելֆային ընտրել մոտ 25 եւ ավել երկրներում, ես կարծում եմ, որ թեման թվում է, թե ցեղասպանությունն է, դժվար թեմա է, երբեմն չեն սիրում այն էլ երիտասարդ ընթերցողները կարդալ նման թեմաներով, այսինքն մի քիչ պատմական, հուշեր եւ այլն, բայց այս գիրքը հենց դա է
այլևս ապացուցել, որ թեման ակտուալ է։ Մեկ, երկրորդը թեման գիրքն այնպես է գրված, որ դա պատմական կամ ծանր ինչ-որ հիշողությունների միայն փաթեթ չէ։ Գիրքը շատ գեղեցիկ լեզվով մեկ ընտանիքի պատմություն է, որի զավակը Ֆրանսիայում է ծնվել, ապրել ինչպես գրքի հեղինակը իդեպ եւ գնում է իր արմատների հետևից եւ շատ հետաքրքիր ձևով շատ հետաքրքիր բաներ է բացատրում իր մոր մասին, իր տատիկի մասին, իր նախնիների մասին։ Եվ կարծում եմ մի կարևոր հանգամանք էլ կա, Գայլ Ֆայ շատ հայտնի ֆրանսիացի ռեփ երգիչ է։ Շատ հայտնի։ Ես կարծում եմ, որ դա նույնպես դեր է խաղացել, որովհետև իրեն շատ սիրում են, շատ հայտնի է, այսինքն ինքը ոչ միայն որպես գրող է հայտնի, այլ նաև որպես ռեփ կատարող։ Եվ իր երգերում էլ գրեթե նույն թեմաներով է երգում, այդ թեմաների մասին է գրում, ինչ որ իր գրքերում։ Դե կանխատեսելի է կամ ենթադրելի է այս դեպքում, որ սևամորթ է, որովհետև խոսում են նաև աֆրիկյան ցեղարի այդ տեղի ունեցած ցեղարի։ Ռուանդացի է, Ռուանդայում են իր ծնողները ծնվել, հիմա ինքը իդեպ ապրում է Ռուանդայում իր ընտանիքի հետ, տեղափոխվել է Ֆրանսիա եւ իր գրքի հերոսն էլ ինչ որ մի պահից որոշում է թողնել Փարիզը եւ փարիզյան կյանքը եւ վերադառնալ Ռուանդայում ապրելու։ Դե ինչ-որ անուշ շնորհակալություն շատ տակրկիր զրույցի համար։ Մենք իհարկե շարունակում ենք զրույցը այս թեմայի շուրջ, բայց լավ ենք մաղթում։ Շնորհակալ եմ ձեզ եւ բոլորիդ հրավիրում եմ Ֆրանկոֆեստ։ Սիրով։ Շնորհակալություն իսկապես սիրով։ Իսկապես, որովհետեւ դեպ Նյումեգի թեթև ձեռամբ ամեն ինչ շատ հետաքրքիր եւ հատկապես մշակութային է անցնում։ Մենք զրուցում ենք Նյումեգ հրատարակչության մուլտիմեդիա բովանդակության պատասխանատու Մանու Իրիցյանի հետ։ Հրատարակչությունն այս շաբաթ օրը նոյեմբերի 15-ին է 15:00-ին եւ հրավիրում ենք բոլորիդ կոնգրես հյուրանոց մասնակցելով ֆրանսիական գրականության ու արվեստի միջազգային փառատոնին։ Փառատոնին առաջին անգամ հայերեն կներկայացվի այն գիրքը, որը ընտրել է հայաստանյան ժյուրին։ Բացի այդ գրքից Նյումեգն ընթերցողների համար եւս մեկ սպասված նորություն ունի։ Լույս է տեսել մեգա բեսթսելեր ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին գրքի շարունակությունն է եւ այս պահին, այո, առաջարկում եմ կրկին ունենք հնարավորություն դիտելու թրեյլերը եւ շարունակենք մեր հետաքրքիր զրույցները սպասված Ֆրանկոֆեստի մասին։ Նյումեգը ներկայացնում է նոր ընտանեկան սագա դետեկտիվ։ Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին համաշխարհային բեսթսելերի շարունակությունը։ Հարի Քվեբերտի գլխավոր հերոսը երիտասարդ Մարկուս Գոլդմանը նորից վերադառնում է Բալթիմորների ընտանիքի մի քանի խորհրդավոր մահերը հետաքննելու համար։ Հիշողություն, որ ստիպում է հետ գնալ երջանիկ մանկություն, հպարտանալ Բալթիմորի հարազատներով, տեսնել բարդ ընտանեկան հարաբերությունները, բացահայտել ընտանեկան գաղտնիքները ու վերագտնել մեծ սերը։ Գիրք գրքում, դետեկտիվ, համեմված ինտրիգներով, տառապանքով, դավաճանությամբ ու անկառավարելի սիրով։ Հարի Քվեբերտը վերադառնում է։ Ժոել Դիկեր, Բալթիմորների գիրքը։ Գրքի գլխավոր գործընկեր Cinemastar Armenia։ Դե ինչ մենք վերադարձանք, սիրելի հեռուստադիտողներ, եւ դիտեցինք Ժոել Դիկերի Բալթիմորների գիրքը վեպի թրեյլերը, այն համաշխարհային ու հայաստանյան բեսթսելեր դարձած ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին դետեկտիվի շարունակությունն է։ Գրքի շնորհանդեսը լինելու է շաբաթ օրը նոյեմբերի 15-ին Նյումեգ հրատարակչության Ֆրանկոֆեստ միջազգային փառատոնին։ Փառատոնը տեղի կունենա կոնգրես հյուրանոցում 15:00-ին։ Թե էլ ինչ հետաքրքիր գրքեր են ներկայացվելու այդ օրը կպատմի Նյումեգի գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը։ Բարի լույս Անի, շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Բարի լույս հյուրընկալելու համար։ Սկսենք Բալթիմորների գրքից, հետաքրքիր է, որ սա Ժոել Դիկերի դետեկտիվի շարունակությունն է, բայց մենք ասում ենք, որ ճշմարտությունը Հարի Քվեբերի գործի մասին վեպը դարձել է մեգա բեսթսելեր։ Սա ինչի մասին է խոսքը, ինչ ենք հասկանում սա ասելով Հայաստանում իհարկե։ Ժոել Մեգա Դիկերի բեսթսելեր, սա պետք է որ գրեթե յուրաքանչյուր երկրորդի գրքի սեղան է։ գրեթե տիեզերական։ Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին բեսթսելերը շվեյցարացի հեղինակ Ժոել Դիկերի գիրքն է, որը ամբողջ աշխարհում արդեն մոտ 10 տարի է երևի շարունակում է իր հաղթարշավը եւ առաջին Ֆրանկոֆեստի ժամանակ Նյումեգը ներկայացրեց այս գիրքը հայերեն հաստափոր
հոգեբանական թրիլեր դետեկտիվ է, որը շատ սիրվեց նաև հայ ընթերցողի կողմից եւ Հայաստանը միացավ Դիկերի երկրպագուների սիրահարների բանակին եւ մենք չէինք կարող իհարկե հիասթափեցնել մեր ընթերցողներին եւ չհրատարակել, չթարգմանել Դիկերի երկրորդ բեսթսելերը Բալտիմորների գիրքը։ Իրականում սա շարունակությունը չէ, այլ հերոսի պատմության շարունակությունն է, բայց արդեն բոլորովին այլ պատմություն, այլ կոնտեքստ։ Քվեբերտի գրքում ընթերցողը կհիշի Մարկոս Գոլդմանին, իսկ Բալտիմորների գրքում կբացահայտի Գոլդմանի ընտանեկան պատմությունը, այս դեպքում գրողը, սա գիրք է գրողի մասին եւ գիրք է գրքի մասին, եւ Բալտիմորների գրքում Գոլդմանը հերոսը, որը գրող է, գնում եւ ուսումնասիրում է իր Գոլդմանների մեծ գերդաստանի ցավոտ, դրամատիկ եւ գաղտնիքներով լի պատմությունը։ Այնպիսի գիրք է, որ ուղակի շունչդ պահած կարդում ես, ճիշտ է, բավականին հաստ է, այո, ինչպես եւ Քվեբերտի գիրքը, բայց սա ընդհանրապես 2-3 օրում վայելելու, շնչակտուր կարդալու գիրք է։ Դե ժանրը շատ բան է ասում, գիտեք, այդ շնչակտուր կարդալու հետ կապված դետեկտիվ, թրիլեր։ Բայց նաեւ պետք է հեղինակը կարողանա, որպեսզի այդ իհարկե ոճը եւ ժանրը արդարացնի իրեն եւ չդառնա ուղղակի բելեստիկա։ Դրա համար կոչվում է մեգա բեսթսելեր։ Անի 4 գիրք է ներկայացվելու ֆրանսերենից հայերեն թարգմանված։ Մի փոքր այս գրքերի մասին էլ խոսենք։ Շատ լավ, ես քանի որ նախորդ մեր հյուրերը արդեն որոշ առումով անդրադարձան մի քանի գրքի, ես կուզեի խոսել այն գրքի մասին, որի հեղինակին մենք հյուրընկալելու ենք նաև Ֆրանկոֆեստին։ Խոսքը Պասկալ Բրուկների մասին է։ Պասկալ Բրուկները Գոնկուր ակադեմիայի ժյուրիի անդամ է, փիլիսոփա, գրող, հրապարակախոս։ Բրուկները բավականին հայտնի անհատականություն եւ կշիռ ունեցող մարդ է Ֆրանսիայում եւ ինչով է մեզ համար նրա կերպարը հարազատ նաեւ Հայաստանում, որովհետեւ պարոն Բրուկները Հայաստանի խնդիրների, քաղաքական, սոցիալական խնդիրների մասին պարբերաբար անդրադարձել է եւ շարունակում է անդրադառնալ ֆրանսիական մամուլում։ Նրա խոսքը լսում են, նրա խոսքը տարածում են, արտատպում են եւ բավականին ազդեցություն ունի։ Սա որպես հրապարակախոս Բրուկներ, իսկ որպես գրող Բրուկները շատ հետաքրքիր է, էքսցենտրիկ, էգզիստենցիալ եւ նրա փոքրիկ ամուսինը Վիպակը ի տարբերություն Բալտիմորների գրքի Սա արդեն բավականին փոքր գիրք է, բայց այնքան խորը եւ այնքան լի ուսումնասիրելու թեմայով, որ այս դեպքում այս փոքր գիրքը պետք է կարդալ բավականին երկար ժամանակ, որպեսզի մարսել։ Եվ գիրքը ընտանեկան ժամանակակից ընտանիքի դրամայի մասին է եւ տղամարդու բրուտալության վերջին օրերի մասին, որովհետև մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որ ֆեմինիզմը, մուսկուլիզմը, տղամարդու կերպարը ամեն ինչ աղճատվել է։ Եվ այստեղ ալեգորիկ ձևով հեղինակը սատիրայի ոճով քննում է մեր օրերի ընտանիքը եւ մեր օրերի հարաբերությունները։ Եվ սա Բրուկների առաջին այցը չէ, նա երկրորդ անգամ է այցելում Ֆրանկոֆեստի շրջանակում Հայաստան։ Եթե չեմ սխալվում, եւ նաեւ մեծ հայասեր է։ Այդ պատճառով էլ հայաստանյան խնդիրներն է կարողանում բարձրացնել եւ խոսել միջազգային պարբերականներում, մամուլում։ Բայց ինչ է սպասվում շնորհանդեսին նրա մասնակցությամբ։ Նա արդյոք կլինի պանելային քննարկումների մասնակից կամ որևէ հետաքրքիր իրադարձություն Բրուկների կողմից։ Այո, իհարկե, պարոն Բրուկները անցած տարի ժամանեց Հայաստան եւ որպես Գոնկուր ակադեմիայի դելեգացիայի անդամ, որպես ժյուրիի անդամ ազդարարեցինք Գոնկուր Հայաստանի հիմնումը։ Այս տարի արդեն գալիս է որպես գրող, զուգահեռաբար նաեւ որպես ժյուրիի անդամ, բայց առավելապես այս տարվա նրա այցը շեշտադրվում է որպես գրող Բրուկներ եւ իհարկե գրքի շնորհանդեսն է տեղի ունենում
ունենալու, նրա հետ զրույցը վարելու է Նյումեգի տնօրեն Արտակ Ալեքսանյանը, մենք նրա հետ բուկտուր կանցկացնենք փառատոնից հետո, այդ մասին ընթերցողները կարող են հետևել մեր սոցիալական էջերին եւ տեղեկանալ, անպայման հարցազրույցներ կլինեն եւ նրա խորիմաստ մտքերին կկարողանանք ավելի շատ լսել եւ ճանաչել։ Ինչպես ստացվեց, ես կուզեի այս մասին էլ անպայման նշել, ինչպես ստացվեց, որ մենք հրատարակեցինք եւ թարգմանվեց Բրուկների գիրքը, անցած տարի նրա այցի ժամանակ մեր փառատոնին եկել էր մի կին, տարեց եւ մոտեցավ, խնդրեց մեզ որպեսզի ծանոթացնենք պարոն Բրուկների հետ, որովհետեւ նրա երկրպագուն էր եւ պարզվեց, որ Տիկին Գոհարը ինքը իր կամքով ուսումնասիրել, սիրել եւ թարգմանել էր Բրուկների այս գործը եւ այսպես տեղի ունեցավ ընթերցողի եւ գրողի հանդիպումը եւ մենք էլ չէինք կարող իհարկե այս ամեն ինչը անտեսել եւ չներկայացնել արդեն այս տարի թարգմանությունը պատշաճ գրքի տեսքով եւ արդեն Տիկին Գոհարն ներկա կլինի, պարոն Բրուկների հետ արդեն երկրորդ ծանոթությունը կլինի գրքի շուրջ։ Շատ շնորհակալություն Անի, կխնդրենք նաև մեր հեռուստադիտողներին հիշեցնել վայրը, ժամը եւ նաև բացի շնորհանդեսից այլ ինչ է սպասվում ֆրանսիական երաժշտության եւ գրականության սիրահարներին։ Այսպես մի փոքր ամփոփում։ Ես 4-րդ գրքի մասին էլ մի փոքր կարճ անդրադարձ անեմ, մյուս գիրքը, որ ներկայացնել ենք, Նիկոլա Մատիոյի եւ զավակներն էլ իրենցից հետո հաստափոր ֆրանսիական մեծ վեպն է էլի սերունդների եւ ընտանեկան դրամայի մասին։ Այս գիրքը Գոնկուրի մրցանակակիր է, 2018-ին է ստացել Գոնկուր մրցանակը եւ Նիկոլա Մատիոն համարվում է ժամանակակից ֆրանսիացի ամենազդեցիկ եւ ճանաչված գրողներից մեկը, գրքի հիման վրա անգամ ֆիլմ կա նկարահանված, որի պրեմիերան Կաննի կինոփառատոնում է տեղի ունեցել։ Այս եւ մնաց Նյումեգի բոլոր գրքերը, ֆրանկոֆոն գրքերը փառատոնի օրը վաճառվելու են 40%, մինչև 40% բացառիկ զեղչով։ Նյումեգի ամբողջ կատալոգը եւս ներկայացված է լինելու եւ ընթերցողները կարող են գալ եւ փնտրել իրենց սիրելի գրքերը, ոչ միայն ֆրանկոֆոն գրքերը, նաեւ մյուս գրքերը, կրկին զեղչով եւ ես նորից հիշեցնեմ, որ մենք հանդիպում ենք այս շաբաթ օրը նոյեմբերի 15-ին, ցերեկը ժամը 3-ից մինչև երեկո խոստանում ենք ֆրանսիական շունչ, ֆրանսիական գրականություն, երաժշտություն եւ թատերական քննարկում, իհարկե նաեւ կլինեն մեր գործընկերները իրենց կրթական բովանդակությամբ կաջակցեն մեզ, որպեսզի օրը ավելի հարուստ լինի։ Սիրով սպասում ենք, մուտքն ազատ է։ Անիշատ շնորհակալություն, այո, հակիրճ եւ ծավալուն նաեւ ներկայացնելու համար։ Դե ինչ զրուցում ենք Նյումեգ հրատարակչության գրական ծրագրերի պատասխանատու Անի Հակոբյանի հետ, եւս մեկ անգամ շնորհակալություն եւ լավ ընթաց։ Լավ օրենք մաղթենք։ Զրույցի ընթացքում այո նա պատմեց այս շաբաթ օրվա մեծ գրական միջազգային իրադարձության մասին, նոյեմբերի 15 ժամը 3 կոնգրես հյուրանոց Նյումեգ հրատարակչության Ֆրանկո Ֆեստ միջազգային փառատոն։ Այո, Նյումեգը կներկայացնի 4 նոր գիրք, ինչպես հասկացանք, նաև Գոնկուր հայաստանյան ազգային ժյուրիի ընտրած գիրքը կներկայացվի, բոլոր գրքերը վաճառվելու են հատուկ զեղչով, ինչպես նշեց Անին 40%, չէ՞։ Ահա, մասնակիցներին սպասվում են հետաքրքիր կրթական, թատերական քննարկումներ եւ նաեւ համերգ, բաց չթողնեք այս հրաշալի փառատոնն ու ֆրանսիական գրականությունը նորովի բացահայտելու բացառիկ հնարավորությունը։ Ֆրանկոֆեստ 2025 միջազգային փառատոնի մասին մեր հետաքրքիր զրույցներից հետո, սիրելի հեռուստադիտողներ, ունենք դեռ շատ անելիքներ։ Այս պայն առաջարկում ենք գովազդ, որից հետո էլի հյուրեր ունենք, դեռ խոհանոցել պետք է տեղափոխվենք, սաթենիկը Տժժացնում ենք արևադարձային մի խոսքով ձայներ է արձակում այնտեղ խոհանոցից, կվերադառնանք մեր ընթացքին կարճատև դադարից հետո։ Գովազդ։